Տիկին Մելիքյան իշխանությունները շարունակում են քաղաքային բյուջեն շռայլորեն ծախսել համերգների միջոցառումների կազմակերպման վրա, չլուծելով քաղաքացիների սոցիալական խնդիրները, վթարային շենքերի հարցը, ինչով եք պայմանավորում եղած միջոցառումները նման նպատակներով ծախսելը միջոցների եւ արդյոք արդարացվում են այն պնդումները, որ այդ համերգների եւ միջոցառումների կազմակերպում իշխանավորները իրենց մտերիմները պարզապես փող են աշխատում։ Դա հենց այդ փոխկապակցված խնդիրներով էլ պայմանավորված է այդ մեծ մսխումները, ընդհանրապես դա շատ վաղուց ավանդույթ է եւ այս իշխանությունները ուղղակի անաստված ձևով հենց մշակութային միջոցառումների մասով իրենք հսկայական գումարներ են ծախսում, մոտ 9 միլիարդի գումար ընդհանրապես մշակութային միջոցառումների համար նախատեսված է, բայց դրանց մեջ հենց զուտ այդ մասսայական միջոցառումները 3 միլիարդն են, մնացածը բաշխվում է, ասենք, երաժշտական դպրոցներ, թատրոններ, ասենք, թանգարաններ, այսինքն մնացած բոլոր 1.5 մաքսիմում 1.5 միլիարդ է հատկացվում այդ բոլոր ամբողջ մշակութային ժառանգության պահպանություն, մի խոսքով ամեն ինչին, միայն 3 միլիարդ հատկացվում է, արդեն որերորդ տարին է, հիմա այս տարի կարծեմ 25 թվականին նույնիսկ 4 միլիարդի է մոտենում, ուրեմն այդ գումարները հատկացվում են մշակութային միջոցառումների համար, սրանք սարսափելի թվեր են, ես ձեզ ասեմ կոնկրետ օրինակներով, օրինակ հենց այս տարվա համար, հենց այդ Digitech 25-ի համար 2025 համար 50 միլիոն գումար է նախատեսված եւ համայնքի բյուջեից պետք է այդքան գումար հատկացվի այդ միջոցառման համար ֆրանկոֆոն միջոցառման համար թատերական այդ փառատոնի համար 20 միլիոն գումար 45 միլիոն գումար նորաձևության շաբաթ դա այդ ինչ շաբաթ է այդ ինչ են ծախսում դրա վրա կամ ում է պետք ով է տեսնում ինչքան մարդ է այդ շաբաթն մասնակից լինում ուրեմն 45 միլիոն դրամ միայն քաղաքապետարանի այդ 5-րդ հարկի այդ դահլիճի վերանորոգման համար 100 միլիոն դրամ այսինքն այսպես անաստված կերպով այս միլիոնները մսխում են իրենց հետ փոխկապակցված մշակութային կազմակերպություններին ես մինչև հիմա չեմ կարողանում ճշտել թե ինչպես են դրանք ինչ կարգով ինչպիսի մրցույթ են անցկացնում ովքեր են այդ հաղթողները ես ձեզ ասեմ մասսայական տոնակատարությունները համակարգային մասշտաբով որ նշում են այստեղ եւս հիմնականում մի 5-6 կազմակերպություն են ՍՊԸ-ներ որոնք մշակութային այդ միջոցառումները կազմակերպում են եւ տարօրինակ է որ նույն կազմակերպությունը եւ սահմանադրության տոն է կազմակերպում եւ ասենք զատիկի տոնակատարություն է կազմակերպում այսինքն այնքան միմյանցից եւ պետական տոներ եւ ազգային ժողովրդական տոներ որ չես հասկանում ով ինչի մասնագետ է եւ այսինքն միայն այո գումար կլպելու գումար մսխելու այսպես չակերտավոր օրինական ձևով բյուջեն թալանելու ճանապարհ է սա եւ այո ամենամեծ գումարները հենց մասսայական միջոցառումների մեջ են մսխվում Չնայած քաղաքային տրանսպորտի սակագնի թանկացմանը իրավիճակը քաղաքային տրանսպորտում շարունակում է անմխիթար մնալ մարդիկ ժամերով սպասում են, խցկվում են լավագույն դեպքում տրանսպորտի մեջ ինչ եղան ձեր գնահատմամբ խոստացված բարեփոխումները Բարեփոխումները փաստորեն այդպես էլ մնացին օդից կախված, որովհետև այս իշխանությունները ես այդպես եմ հասկանում, որ իրենք բարեփոխում ասվածը հասկանում են միայն ավտոբուս գնել, նոր տրանսպորտային միջոցներ գնելը, իսկ ասենք ավտոկայանատեղեր ստեղծելը, այլ ճանապարհներ, որպիսի քաղաքի այդ խցանումները վերանան, կամ ասենք կանգառասրահները կահավորել, այս հարցերը իրենց բացարձակապես չի ուզում եւ իդեպ ասեմ, որ այդ հսկայական 20 միլիարդ գումարել այդ ավտոբուսների հետ կապված են նորից նախատեսել այս տարի, բայց զարմանալի է, որ դարձյալ չկան այդ նոր կայանատեղիներ կառուցելու, նոր ճանապարհներ ստեղծելու, այսինքն իրենք խցանման համար խցանումները վերացնելու ելք չունեն ես չգիտեմ ինչի մասին են մտածում համենայն դեպս քաղաքի բնակչությունը այս վերջերս իմիջիայլոց իրենք ավտոբուսներ շատ ավելացրեցին բավական ավտոբուսներ ավելացրեցին բայց փաստորեն դա բացարձակապես չփրկեց քաղաքը այս վիճակից խցանումներից ես ձեզ ասեմ որ կարևոր պատճառներից մեկն էլ այն է իրենց թվում է թե իրենք 150 դրամ դարձնելով շահել են նախ ես ասեմ որ բյուջեն ավելի
բյուջեն ավելի քիչ գումարներ է մտնում, որովհետև ժողովուրդը այս կամ այն կերպ խուսափում է այդ վճարումներից, այդ ցուցադրական մասը ցերեկային ժամերին ասեն քիչ մարդով տրանսպորտի մեջ այո մտնողները վճարում են, բայց այդ պիկ ժամերին, երբ որ խցկված մարդիկ գնում են, մարդիկ ֆիզիկապես հնարավորություն էլ չունեն, որ գնեն։ Եվ հիմնական մասը այո, նաև խուսափում է, ու դա շատ բնական է։ Իրենք չհասկացան, որ այս ճանապարհով թանկացնելով, իրենք մեքենատերերի մեծ մասին, սեփական մեքենա ունեցող մարդկանց մեծ մասին ստիպեցին իրենց մեքենաները իրենց ավտոտնակներից անել, որտեղ շատերը աշխատանքի էին գնում մենակ իրենք, իսկ հիմա արդեն ընտանիքի անդամներին են ստիպված լինում տեղափոխել, որպեսզի այդքան տրանսպորտային ծախսեր չանեն, եւ դա նույնպես պատճառ է, որ մեքենաները նաև թեթև այդ փոքր մեքենաները նույնպես քանակը մեծացել է եւ այդ խցանումները ոչ մի կերպ իրենք լուծել չեն կարողանում։ Որտեղ էլ որ փորձ են անում ինչ որ շտկում անեն, ավելի մեծ խցանումների առաջ են կանգնեցնում։ Տրանսպորտի ուղետոմսի հետ կապված նոր փոփոխություններ կարծես թե արվեցին եւ տպավորություն է, որ իշխանությունն ամեն բան անում է, որ քաղաքացին փաթեթներ գնի ձեր գնահատմամբ։ Սա նույնպես այսպես ոչ արդյունավետ եղանակ է, որովհետև եթե այն ժամանակ մետրոյով ավելի շատ մարդ էր հաճախում, իրենք թող հաշվեն, տեսնեն, թե այդ փոփոխությունը անելուց հետո իրենք ինչպիսի խնդիրների առաջ մարդկանց կանգնեցին։ Նախ 50%-ը հաստատ նրանք, ովքեր մետրոյով էին գնում, այլևս մետրոյով չեն գնա եւ կգերադասեն անվճար ավտոբուսներով երթևեկել, մեկու մեջ այսպես չվճարելով, քան թե մետրոյով գնալ եւ այդպես բավական բնակչություն, որը հիմնականում մետրոյով գնում գալիս էր, նրանք հրաժարվեցին մետրոյի ծառայություններից օգտվել։ Եվ ես մի քանի անգամ ականատես եմ եղել, շատ մարդիկ գումարը ձեռքները, այստեղ ուրիշ խնդիրներ էլ է առաջանում։ Պատկերացնում եք, գումարը ձեռքը ինքը չի կարող լիցքավորել իր քարտը։ Ինչու չի կարող լիցքավորել, որտեղ այդ մարդու ձեռքը կոպեկներ է գրպանում, 50 դրամանոցներ է, 50 դրամանոց այդ բանը չի ընդունում։ Պիտի անպայման ես ինքս անձամբ մեկ քանի հոգու առիթ է եղել 200 դրամանոց եմ տվել, որ այդ մարդիկ թույլ տան այդ մարդիկ անցնեն։ Անաստված նվաստացուցիչ վիճակի մեջ են գցում մեր ժողովրդին, հատկապես 40-50 տարիքից մեծ մարդիկ, ովքեր որ այդքան լավ չեն տիրապետում, ասենք, եւ հեռախոսներին, այդ տեխնոլոգիաներին եւ այդ քարտային համակարգից բան չեն հասկանում, այդ մարդիկ անելանելի վիճակի մեջ են հայտնվում։ Սա մեծ նվաստացում է մեր ժողովրդի նկատմամբ։ Եվ հարցի լուծում չէ, ի վերջո, չի լուծվում հարցը, որովհետև փաթեթներ գնողներն էլ թվերը ցույց են տալիս, որ այդքան էլ չեն։ Շատ քիչ մասսա երիտասարդությունը հիմնականում, ուսանողությունը ուրիշ մասսա չկա։ Եվ թոշակառուներ, ովքեր անվճար են օգտվում։ Հիմնականում նրանք են այսպես պաշտոնական, գեղեցիկ, այսպես վճարելով եւ ավտոբուսները եւ մետրոյի ծառայություններից օգտվում այդ մարդիկ, այդ շերտերը։ Մայր Հայաստանը շարունակում է ակտիվ շփվել քաղաքացիների հետ, ծանոթանալ նրանց խնդիրներին, ինչից են դժգոհում երևանցիները։ Երևանցիները դժգոհում են գրեթե ամեն ինչից։ Բացի տրանսպորտի այս վիճակը, որի մասին քիչ առաջ խոսեցինք, շատ ծանր վիճակում են շենքերի, բնակելի շենքերի նկուղային հարկերը, անընդհատ ամեն օր մեզ ահազանգեր են հասնում այս կամ այն շենքում, բնակելի շենքերում, կոյուղաջրերի կուտակման եւ նույնիսկ փրկություն չէ Վիոլա ջրի կողմից այդ դիտահորերը բացելը եւ մաքրելը, դա փրկություն չէ, անհրաժեշտ է այդ խողովակները փոխել։ Տեղեր կան, որ մարդիկ նույնիսկ առաջարկում են, որ իրենք փոխեն, իրենք գումարը գոնե խողովակների գումարը գնեն, միայն թաղապետարանները գոնե վերանորոգեն, նույնիսկ դրան չեն համաձայնվում։ Այսինքն, այստեղ գիտեք ինչ խնդիր է, պետական կառույցների միջև Վիոլա ջուրը գցում է թաղապետարանի վրա, թաղապետարանը քաղաքապետարանի վրա, քաղաքապետարանը գցում է պետական կառույցների վրա, ասում է պետական իշխանության իրավասության տակ է, օրինակ է ջրահեռացման համակարգերը փոխելը կամ բան պետության, այսինքն մեկը մյուսի վրա գցելով իրենք միասին համագործակցված միջոցները մեկտեղելով աշխատելու սովոր չեն։
Ամեն մեկը իր մասն է վերցնում, ասում ես դա իմը չի, նրա գործն է, բայց կեսը իրենն է, կեսը նրանն է, կեսը մի մասն է քաղաքացունն է։ Իրենք չեն կարողանում, այո, նույնիսկ քաղաքացուն ընդգրկել, որտեղ շատ-շատերը պատրաստ են ներգրավել ֆինանսական առումով այս աշխատանքների մեջ։ Եվ ինչու եմ ասում նկուղները շատ ծանր են, հենց երեք մենք Շիրակի 8-10 հասցեներում ականատես եղանք եւ պատրաստում ենք առաջիկայում մենք քաղաքապետին ուղիղ դիմենք եւ պահանջենք, որ սրանք մի տարի մարդիկ բողոքում են այդ նկուղի վիճակից։ Սրանք ապաստարաններ են։ Մեր երկիրը այնպիսի ծանր իրավիճակում, այնպիսի լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, արտաքին մարտահրավերների, որ նկուղները մեզ պետք են, բայց փաստորեն նկուղները խայտարակ վիճակում են այդ կոյուղաջրերից քայքայված, այսպես այնտեղ հնարավոր չէ որ մարդ կամ մտնի կամ շնչի, այսպիսի ծանր վիճակում են։ Ես ինչ ասեմ, դե ասֆալտները իրանց փայլուն գործը ասֆալտն է, բայց մենք այս վերջերս տարբեր տեղերում քաղաքի ծայրամասերում հատկապես առիթ ենք ունենում մարդկանց հետ շփվել, ավերակ վիճակ է, ամենտեղ նայում ես ավերակ վիճակ, չգիտեմ, քաղաքացիները շատ բաներից են բողոքում։ Ես չգիտեմ որ մեկն ասեմ, նույնիսկ այս սեփականաշնորհման հարցը մարդիկ տարիներով 70-ական, 60-ական թվերից ավտոտնակներ ունեն, ինչ որ շինություններ, որոնք իբր ապօրինի են, հարցը ինչ պատճառով են ապօրինի, բոլոր դեպքերում, եթե պետությունը որոշել է որ դրանք օրինականացնի, այդ թղթատարությունը, այդ մարդկանց քաշքշելը, տանել բերելը, չգիտեմ, սրանք մեծ կոռուպցիոն նաև ռիսկեր են պարունակում, դեռ այդ կողմը չենք անդրադառնում այդ կողմին, բայց որ մարդկանց անընդհատ ճնշման տակ են պահում, ես չգիտեմ վախեցնելով կամ բոլորից այսպես ակնկալիքներ ունեն, որ այդ մարդիկ պիտի անպայման իրենց քվետան երևի այդ բանով իրենք ինչ որ բան անեն մարդկանց համար։ Ես այդպիսի տպավորություն եմ ստանում փաստորեն։ Տիկին Մելիքյան, իշխանությունները շարունակում են եկեղեցու դեմ արշավը, նոր հոգևորականներ բանտարկվեցին, այդ թվում Արագածոտնի թեմի առաջնորդը, որքան հեռու կարող է գնալ իշխանությունը, արդյոք այս ամենը հանդուրժում է հասարակությունը եւ եթե չի հանդուրժում, ապա տեսնում ենք, որ կարծես թե լուռ է։ Հասարակությունը լուրջ չէ, հասարակությունը հենց հասարակության լռությունը ավելի լուրջ ընդվզման ու ավելի վտանգավոր ելքերի բերող իրավիճակ է այդ լռությունը եւ դրանով չի կարելի պայմանավորել, որտեղ այնտեղ որտեղ հասարակությունը հավաքվում է, դուք տեսաք այս վերջին հանրահավաքի ժամանակ ինչքան մասը հավաքվեց, Էջմիածին եկեղեցուն պաշտպանելու համար ինչքան մարդիկ հավաքվեցին, բայց մարդիկ այսպես տիկնիկ չեն, խաղալիք չեն եւ չեն կարող ամեն վարքյան հետամուտ լինել, թե իշխանությունը որ հատվածում, որ պահին ինչ ապօրինություն կանի, այս իշխանությունները վաբանկ են գնում, ես այդպես եմ հասկանում, իրենք շատ լավ գիտեն, որ իրենք հաստատ ժողովրդի ընտրությանը չեն արժանանալու, ժողովուրդը իրենց ձայն չի տալու, քվե չի տալու, եւ իրենք գնում են վաբանկ, ես կարծում եմ իրենք ուզում են մաքրել ամբողջ ակտիվ դաշտը, տեսեք Վարդան Ղուկասյանի ընտրության հետ կապված ինչ ներողություն ձերբակալության հետ կապված ինչ մեծ այսպես իրադարձություն դարձեցին։ Իրենք այդպես են անում, որպեսզի այն մարդիկ, ովքեր բողոքում են, դժգոհում են, բարձրաձայնում են, նույն պատրաստ են պայքարել դատարկ ձեռքերով առանց զենքի, որպեսզի այդ մարդկանց շարքից հանի։ Ես կարծում եմ Նիկոլը գնում է բոլշևիկների ուղիով, Լենին 70 տարի է, 100 տարի է Լենինին քննադատում են, բայց ինքը Լենինյան ուղիով է գնում։ Ինքը Լենինյան տարբերակով է սեփական ժողովրդի հետ վարվում, երբ ժողովրդի մի մասին հանում է մի մասի դեմ եւ այնպիսի ապօրինություն է անում, որ բնակ ժողովուրդը գնա տարբերակ չտեսնի, գնա ասենք զենք վերցնի, ժողովուրդը տարբերակ չտեսնի բռնության ճանապարհով, բռնությունը ի վերջո ծնում է բռնություն։ Պաստորեն Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը բռնարարքներ են եւ չեն տեղավորվում ոչ ժողովրդավարության, ոչ քաղաքական պայքարի, ոչ իրավական համակարգի շրջանակներում, ոչ մի բան իր արած չի տեղավորվում։ Ես տպավորություն եմ, որ այդ մարդը հատուկ ուզում է տանել նրան, որ լինի բռնություն, դե ինքը պատրաստ է իր բանը բերետավորներով, իր ոստիկանական համակարգով եւ այլն զենքերը ձեռքներն են, ժողովուրդն էլ որտեղից ինչ որսորդական հրացան կճարի դրանով դուրս կգա, հերթով այդպես վերացնելով արյունով ինքը կպահպանի իր իշխանությունը։ Ես արդեն կասկած չունեմ նրա նպատակների մեջ։
Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի ֆոնին Փաշինյանը ընդունելության է արժանանում Վատիկանում, արդյոք կարող ենք ենթադրել, որ կաթոլիկ եկեղեցին հաշտ է Հայաստանում տեղի ունեցողի հետ։ Կաթոլիկ եկեղեցին կարող է հաշտ չլինել, բայց այստեղ մեծ քաղաքականություն է, իսկ մեծ քաղաքականության մեջ բնականաբար շահերն են գործում եւ կաթոլիկ եկեղեցին Նիկոլ Փաշինյանը պարզապես փորձում է տպավորություն թողնել կաթոլիկ եկեղեցու առաջ, որ ինքը ընդհանրապես քրիստոնեության դեմ չի եւ կոնկրետ անձերի դեմ է եւ փորձում է այսպիսի մանիպուլյացնում է այսինքն ինքը իրավիճակը եւ այստեղից որպեսզի ասենք այո Վատիկանի վերաբերմունքը եթե լինի ինքը դա փորձում է չեզոքացնել այս քայլով ընդամենը փորձում է չեզոքացնել այնտեղ շողոքորթում է խոնարհվում է չգիտեմ կեղծավորություն է անում եւ փորձում է այդ կերպ չեզոքացնել ես չեմ կարծում թե Վատիկանը մեր եկեղեցուն պաշտպանելու ցանկություն չունի պարզապես իսկապես այստեղ կան շահեր եւ նաեւ այո կարող է հեռավորության վրա մարդիկ չհասկանան թե իրականում Հայաստանում ինչ է կատարվում դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչի գնում է ու հույս ունի որ աջակցություն կստանա հենց թեկուզ Վատիկանից